Ինչ է ինքնավստահությունը, Սարգիս։ Շնորհակալություն հարցի համար։ Ինքնավստահությունը իրականում դա մի ո՞ց նկատում։ Հանի Բայց չէ, պապին այսօրվա բանը չգիտեմ, գնաց։ Բայց ինքը շատ ինչ-որ շատ խաբուսիկ մանիպուլյատիվ բան է, չէ, ինքնավստահությունը։ Շատ ծրտաշունչ ձմեռ է ինքնավստահ։ Ձմռանն է գալիս, ծրտաշունչ ձմռանը։ Բայց չէ, ինքնավստահությունը իրոք ինքը շատ մանիպուլյատիվ թեմա է, ոնց որ գիտես ինչ է լինի։ Որ պոկերն է խաղում ակնոցներ են դեռ որ աշկները չերևա։ Ոնց որ այդ ակնոցներն է լինի։ Կեղծ ինքնավստահություն, այսինքն ես բաժանում եմ կեղծ ու իրական ինքնավստահություն։ Ու այդ կեղծ ինքնավստահությունը միշտ մարդկանց մանիպուլյացնում է ու մարդկանց գցում այն վիճակի մեջ, որ վերցնեն էդի, այդ կուտը ուտեն ու մնան դրա տակ, իրանց ինքնագնահատականը իշնի այդ կեղծ ինքնավստահության դիմացինի կեղծ ինքնավստահության մատուցման ներքո, ասենց ասեմ։ Ոնց ես բացահայտում կեղծ ինքնավստահությունը, ոնց ես։ Դու մի օր շատ լավ մի հատ միտք ասացիր։ Մի օր։ Չէ, դու քո մտքերը դրա վերաբերյալ Քեզ եմ էլի ցույցում, հետո ինչ-որ իրավական թեմաներով չգաս էլի, բա։ Copyright։ Հա, լրիվ էլի։ Սարգիս ջան, բա ցույցի։ Աղբյուրը ուր է, աղբյուրը։ Ոսկի գցենք ChatGPT աղբյուրը Թամոյան Հովհաննես։ Տոգան կապը 300 Գնա։ Վերջը, տենց մի դրա վերաբերյալ ասիր, ոչ ինքնավստահ մարդը ինքը ոչ մի բան չունի ցույց տալու։ Ու այն մարդը, որ ինքը ինչ-որ մի բան ցույց է տալիս, հա, ես եմ ասել։ Մոլադես։ Կարա իմ մտքերի տակ էդի խուրդը եթար, չէ։ Լրիվ։ Վերջը, բայց իրոք է տենց, ես դրա այդ լրիվ համաձայն եմ, եթե մարդը ինքը խորքային ինքնավստահության եկած է, որովհետև ինքնավստահությունը ինքը օդից չի գալիս, ինքը դու վաստակում ես։ Ու դու վաստակում ես ոչ թե նրանով, որ ոնց է քեզ միջավայրը վերաբերվում, որ քեզ հանում է էգոն շոյում է, բան, ասենց ինչ-որ բաներ, այլ չէ, դու այնքան ես էփվում, դու այնքան ես կոփվում, այնքան ես թրծվում, որ այդ ժամանակ է իրական ինքնավստահությունդ գալիս ու ինքը այն տեսքով է հանդիսանում, որ քեզ դու ոչ մի բան չունես ապացուցելու այս աշխարհում որևէ մեկին։ Դու ոչ մեկին չունես ցույց տալու, թե դու ինչ կարաս, ինչ չես կարա, եթե այս մի բանը ստացվում է, լավ է, եթե չի ստացվում, էլի լավ է։ Այսինքն դու չպետք է ընկնես պոլերին ոտերով խփես, թե չի ստացվում, ինձ կներեք, հաջորդ անգամ կգամ 5-ս վաստակելու։ Այլ ընդհակառակը կամ խոսքի, եթե քո մոտ ստացվում է, այլ ասենց փարթամ ստացվավ մոտս, ինքնավստահ եմ, բան, հա։ Իսկ այդ կեղծությունը, երբ որ ինքը հանդես է գալիս ու մշտապես մեր միջավայրում, ինքը աչոք հավաքելու թեմա է, չէ՞։ Մարդիկ ուզում են դրանով ավելի բարձր լինեն, այդ միջամտություններով իրանք միջավայրի հետ կռվեն ու կարողանան միջավայրում այն դիրքը զբաղեցնեն, որ մենք ենք, այսպես, հա։ Այնինչ, իրական ինքնավստահությունը ինքը այն հայրեն ամենալավ խոսքերից մեկը ինքը խոհեմությունն է, որովհետև իրական խարիզման, իրական ինքնավստահությունը իրար հետ sense քայլող երկու եղբայրներ են, որոնք որ երբ որ հանդես են գալիս, ու դու այդ մարդու հետ նստած ես, դու տենում ես այդ մարդու անսահման հոգին, անսահման սահմանները, որոնք որ գոյություն չունեն, դու հանգստանում ես, դու դե լարում չունես, որովհետև այդ մարդու հետ նստած դու աչոկի կռիվ չես անում։ Կեղծ անվստահությունը ինքը աչոկի կռիվ է, իսկ իսկական ինքնավստահությունը ինքը նստած, հանգստացած ու sense խոհեմ վիճակ է, որ դու 5 հոգու հետ նստած ես, դու այդտեղ
չունես ինչ որ մի բան ապացուցելու մարդկանց, որ տեսեք, ես դա գիտեմ, այլ ընդհակառակը դու կարաս նստես, լսես, երբ խոսքը քեզ կհասնի, խոսաս, ոչ թե խոսքի համար կռիվ անես։ Իսկ կարանք սենց ոնց որ փորձենք մասերի բաժանենք ինքնավստահությունը։ Կարանք ասենք, որ ինքնավստահությունը ինքնարժեքի տեղյակությունն է։ Նախ ոնց որ առաջինը ունես բարձր ինքնարժեք, հա, ինքնարժեքը ինքնագնահատական կամ թե հենց արժեք է, հենց արժեքի գնահատական։ Հա։ Գիտես, որ դու արժեքավոր մարդ ես, պիտանի ես ինչ-որ խմբի համար, կլինի, հա, ընտանիք կլինի, պետություն կլինի, քաղաք կլինի, թե երկիր մոլորակը մեր կապույտ։ Գիտես, որ արժեքավոր ես, ընկեր, ինչ-որ արժեք ունես, ներկայացնում ես ինչ-որ մի բան քեզնից։ Ու էդի դու գիտակցում ես, համ ունես արժեքը, համ գիտակցում ես, այսինքն ռեալ մի հատ փաստ կա, ու դու դրան հաղորդ ես, տեղյակ ես այդ փաստից, դու այդ փաստը նստեցրել ես վրեդ։ Այսինքն ինքնավստահ ես դառը։ Արդյոք կարանք ասենք այտենց։ Շատ լավ կարանք ասենք այտենց ինձ թվում է։ Հիմա օրինակը բերենք ուրիշ երևույթների վրա, հա։ Շատ լավ։ Մարդիկ, ովքեր որ չունեն արժեք, ասենք TikTok-յան լիքը հայտնի արարածներ։ Արժեք չի տալի, ինգեր, ոչ մի արժեք չի տալի, ինչ որ մոտ դեֆորմացած այտենց խնդիրներով մարդա, ինչ որ եսիմ ինչ անում, բայց բոլորը իրանց ասես մոտ փուչիկ արժեք են տվել, ու ինքը նստել է այդ փուչիկի վրա։ Այո։ Գիտի, որ ինքը ինչ որ արժեք ունի, ասես մեծ, բայց իրականում էդի գոյություն չունի տակը։ Ոչ մի արժեք չի տալի ինքը։ Լրիվ ճիշտ։ Ու մի օր այդ մարդու ինքնավստահությունը երևի տրաքելու է, ինքը բախվելու է այն երևույթի հետ, որ փաստորեն ես արժեք չունեի, ընկեր, արժեք չունեմ, կամ այն ինչը որ անում եմ, հա, որտեղ լիքը բաներ կարաս անես, այս ինչում դու արժեք ունես, դե ինքնավստահ ես, ստե չունես։ Էդի շատ լավ օրինակ բերեցիր, ու դրա վրա երևի ես կասեմ այն նաև, որ գոյություն երբ որ ես շեշտում եմ կեղծ ինքնավստահություն, ինքը ոնց որ վերցնովի ինքնավստահություն լինի, կամ տալովի ինքնավստահություն, երբ որ դա տրվել է։ Սուրոգատ ինքնավստահություն։ Հա, այն որ ինքը փուչիկի պես ուռած ինքնավստահությունն է, որ յուրաքանչյուր ասեղ կարա դրան վնասի ու պայթի, ու դու մնաս առանց այդ կոտրած տաշտակի վրա, ասես, բա ես ով եմ, սենց էլի, հա։ Ու դրա համար այդ համեմատությունը, երբ որ դնենք լիարժեք ինքնավստահության վրա, դա դու շատ լավ ասեցիր, որ ինքը հիմնված է մարդու ինքնարժեքի ու ինքնագնահատականի վրա, որ դու ինքդ քո մեջ ունես այն սերը քո նկատմամբ, քո արժեքների, քո կորիզի նկատմամբ այնքան սեր ունես, որ այս աշխարհում ով գա քեզ ասի, որ դու սենց մարդ ես, նենց մարդ ես, SSNS եւ այլն, դու ինքդ համոզված ես քո արժեքների լավը լինելու վրա։ Ու երբ որ դու դրանում համոզված ես, որ դու միջավայրին փորձում ես լավը տաս, չվատաբանես, միջավայրին լավ էներգիա տաս, փոխանցես, դու միշտ քո մեջ գտնում ես այնքան ուժ, որ կարողանաս դուրս տաս, որովհետեւ դու մարդ լինել է այդպեսին ես տեսնում, պատկերացնում։ Ու դա արդեն քեզ բերում է հստակ ու շատ օրգանիկ ու շատ բնական ինքնավստահության, որ դու գիտես քո արժեքները։ Ու այս աշխարհում ով էլ քո դեմ հելնի ու ասի եղբայր, չէ, դու սենց ընենց, ինքը քեզ չի դնի, այսինքն դու այդ միտքը չես վերցնի ու քեզ դնես կշերքի նժարին, ասես, արա կարող է, չէ, որովհետև դու հստակ գիտես, ինչպիսի անձ ես դու։ Իսկ դրա համար, դրան գալու համար ինձ թվում է հարկավոր է էփվել, հարկավոր է ինքնաճանաչվել, որ ճանաչես քո արժեքները, քո կրած հիմքերը ճանաչես, ու երբ որ դու գալիս ես առերեսվում ես այդ հիմքերին ու արժեքներին, ու էդի քո սիրելի հիմքերն ու արժեքներն են, որին դու եկել ես, ուրեմն դու հասել ես այդ իրական ու բնական ինքնավստահության, ու դու ոչ մի բան չունես ապացուցելու, ցույց տալու, ու այս աշխարհում ոչ մեկ չի կարա հելնի քո ուղին թեքի երկու ծուռ խոսքով։ Այդ է ինքնավստահություն։ Այդ շատ լավ ես ասում ու շատ համաձայն եմ, որ ինքնաճանաչողությանն է կպնում։ Այս երևի ինքնավստահության կոմպոնենտներից մեկն է կամ կարող է միակն է։ Ինքնաճանաչողության հիմքը ունենալով ինչ որ մի հատ կերպար ստեղծելը։
Եթե ճանաչում ես քեզ, գիտես քո արժեքները, գիտես քո ուժեղ կողմերը, թույլ կողմերը, այս ամեն ինչը, հա, քեզ լրիվությամբ ընկալում ես, դու դրա վրա ստեղծում ես մի հատ կերպար, որը որ քո կերպարն է, այսինքն դու ներսումդ ունես ինչ-որ կրակներ, հա, ինչ-որ երևույթներ ու հարցը առաջանում ոնց ես դա պրոյեկտեմ աշխարհի վրա։ Պրոյեկտում ես մի հատ կերպար ստեղծելով։ Ու այդ կերպարը, եթե դու ունես ուժեղ կերպար է, որտեվ քո ներսից է գալիս այդ ամեն ինչը, դա դառնում է մի հատ ուժեղ կերպար ու ինչքան ուժեղ է կերպարը, այնքան ինքնավստահ ես դու։ Կարելի է երևի ուրիշ սահմանում տալ ինքնավստահությանը, որ կլինի կերպարի ուժեղություն, կերպարի ամրություն։ Օրինակ լիքը մարդիկ կային ուսանողական տարիներին, որ տենում էին, ինչ որ գալիս են, ինչ որ ինքնավստահ են իրանք, ըստ քո ասած կեղծ ինքնավստահությունն է, ու ջոգում ես, որ ամեն 3 նախադասությունը մեկ ինքը խոսում է ինչ որ մեկի մասին, ինչ որ հայտնի ինչ որ մեկի մասին, որ այս ինչը սենց արեց, այն ինչը նենց արեց, բայց ինչն էլ է սենց անում, ու ուզում է անընդհատ ոնց որ ասոցացվի այդ ինչի հետ, որ ես էլ եմ տենց անում, ես էլ եմ սենց, ես էլ եմ այս կատեգորիան, ես ինքն եմ, ես ոնց որ ինքը լինեմ, որը որ մատ ուրիշի էներգիա անգեր, ուրիշի ինչ որ օբյեկտներից, sense ուրիշի օբյեկտների շողքն է, ջոմ ես դու էդի վեկալում ես այդ շողքը ուզում ես հետ գցես քո վրա, բայց քո ներսից ուրիշ բան է ճառագում իրականում, որը որ դու փագել ես, sense թաքցրել ես, ասել ես գցի մի կողմ իրա բան շողքերը ավելի լավն են, ու դրա վրա այդ շողքի վրա ես շինում քո կերպարը, այսինքն շողքով սարքած մի հատ կերպար ես, ու դու աղբյուր չունես։ Այդ կերպ, այո, բրես։ Հա, դու եկած ինչ որ այդ շողքի վրա է շինե քո կերպարը, որը որ խարխլվելու է։ Շատ արագ։ Այդ մինիմալ պրիմիտիվ ագույն դետալները, նյուանսները, որ մարդիկ կիրառում են, տես մենք ապրել ենք Հայաստանում, Երևանում ու այդ ուսանողական կամ այդ բանակային կամ այդ ամեն ինչը էլի, այդ մոդելը, որը որ եթե կարելի է մոդել անվանել, չգիտեմ, դու սրան գիտես, դու նրան գիտես ու քեզ թույլ տալ, որ ճանաչեն սրանով նրանով, այսինքն դու չես, դու չգիտես դու ով ես ու դու անուններ ես հնչեցնում, յանի թե այդ մարդկանց դու գիտես կամ քո ընկերներն են, որ միջավայրին քեզ հարգել տաս։ Այսինքն դու չես ստեղծել որևէ բարիք, դու չես ստեղծել ինչ որ շղարշ, դու լինես լավ կերպար, վատ կերպար կամ այն անձը, ով որ լավ կերպարա կամ վատ կերպարա, որով որ դու փորձում ես քեզ ճանաչել տաս, ում անունը որ դու նշում ես, դու մտնում ես այդ կերպարի տակ, ասում ես, եթե ես իրան գիտեմ, իր անունը հնչեցնում ես, ուրեմն ինձ էլ ճանաչեք այդ դեմքով։ Ու էդի ոնց որ ստեղծում է այդ մեր ասած կեղծ ինքնավստահությունը, ու երբ որ հոբ այդ մարդուն գիտի, ախպեր, ինքը ուրեմն լուրջ ինքնավստահ տղա է, սենց է դառնում, հասկանում ես։ Ու մենք այդ մոդելի մեջ ապրել ենք։ Ու այդ դրանք փոքրիկ տրյուկներ են, որոնք որ բերել են այդ մանիպուլյացիոն ինչ որ բաներին, խայծերին։ Ու մարդիկ այդ դրանք վերցրել են, ուլ են տվել, վախի միջավայր է ստեղծվել, հոբ մեկը սրան գիտի, նրան գիտի, լուրջ է, ապե թեմա, ասես բաներ, հա։ Ու այդ կեղծիքի մեջ մենք ապրելով, հետո կյանքի ուրիշ փուլեր մտնելով, հասկանալով, թե ուրիշ մարդկանց ճանաչելով ու նաև ճանաչելով, թե ինչ է նշանակում խոհեմություն ու սիրուն ինքնավստահություն, ու այդ երկուսը դու դնում ես իրար կողք, տեսնում ես, որ դրանք երկու տարբեր աշխարհներ են, վերցնովի ինքնավստահություն ու ինքնավստահություն, որին որ դու եկել ես ինքդ։ Ու երբ որ դու ինքնավստահ ես, այսինքն մարդը երբ որ ինքը ինքնավստահ է, ինքը ինքնավստահ է իր հիմքի վրա։ Այսինքն դու քո հիմքը այնքան ես թրծել, որ դու նստել ես պինդ հիմքի վրա, ու դու վախ չունես արդեն ինքդ քեզ փորձառությունների մեջ շպրտելու, որովհետև դու գիտես հիմքդ պինդ է։ Ու եթե մի բան քո մոտ չի ստացվում, դու չես ելնում քլնգում քեզ, այ գիտես ինչ էսի չէ, որովհետև գիտես դու հիմք ունես, եղբայր, դա քո արժեքների բազան է։ Ու եթե այդ շպիլկեն ձգելը կամ վիլկեն ձգելը քո մոտ չստացվեց, ախպերս նորմալ է, կարևորը էս է ինչ դու ունես, իսկ էնի այսօր չստացվեց, վաղը կստացվի։ Ինձ թվում է ինքնավստահությունը
ինքը իր մեջ պարունակում է կամք, իր մեջ պարունակում է վեկտոր, իր մեջ պարունակում է սլաք, իր մեջ պարունակում է այն բոլոր բարոյական սիրունագույն արժեքները, ինչը որ մարդ կարա կրի, ինչը որ իրան կարա տա, այդ խոհեմ, իմաստուն, խարիզմատիկ ինքնավստահությունը։ Իսկ մեկ ինքնավստահությունը միշտ ասոցացրել ենք նրա հետ, որ դիրքով է, ուրեմն ինքնավստահություն ունի, իրան գիտեն, չերեզ նրա կամ փող ունի ինքնավստահ։ Հա, այդ կամ խոսքի այն ամեն ինչ, այն բոլոր դրսևորումներով արտաքին աշխարհի, որը որ դրսևորվում է, այնիշ դու այդ մարդու հետ խոսես, բայց ոչ ներքին արժանիքներ։ Այդտես այդ մոմենտները շատ լավ ես ասում, ինձ թվում է այդ այն կոմպոնենտն է, որ կարելի է կոչել, ասենք, համայնք, հա, կամ թևութիկունք, sense համայնքի հետ ասոցիացիա, որի շնորհիվ ինչ-որ կերպար է ձևավորվում, որը որ ունի ինքնավստահություն, որտեղ պատկանում է այսինչ համայնքին։ Չգիտեմ, ասենք ամերիկացի ես, մի հատ երրորդ կարգի երկրում։ Ով ես դու որպես մարդ հայտնի չի, բայց արդյոք դու լիդեր երկրի բան ես, քաղաքացի ես, հա, ու դա քեզ տալիս է ինչ-որ թևութիկունք։ Դու ոնց որ պատկանում ես ինչ-որ մի հատ խմբի կամ համայնքի, որը որ ունի ուժ։ Ու տես, երևի հա, ոնց որ նկարագրեցիր, այտենցա, որ այդ կեղծ ինքնավստահությունն է գալիս։ Այսինքն մարդիկ հարցականի տակ չեն դնում, թե ով ես դու ներքուստ, ինչա ներսումդ կատարվում։ Արդյոք քո ինքնավստահությունը դրա վրա է շինվում, թե շինվում է ինչ-որ արտաքին բաների վրա։ Բայց նաև ստեմատ սիրուն հետաքրքիր մոմենտ է կա, հա, ու ինձ թվում է էս էլ է կարևորը, թևութիկունքը կարևոր է։ Ոնց որ ինչը կարելի է սահմանել որպես իդեալական ինքնավստահություն։ Կարծում եմ առաջինը ինքնաճանաչողություն ունենալն է։ Գիտես, քեզ ճանաչում ես բավականաչափ, որտեվ անվերջանալի process է, բայց ինչ-որ մի շեմ կա, որ այդից արդեն ահագին բաներ փոխվում է մոտդ։ Եթե ճանաչում ես բավականաչափ, ու դրա վրա ես շինում կերպարդ, ու դրա վրա ես դու նստած։ Երկրորդը, որ էլի նույնչափ կարևոր, այդ թևութիկունքի գաղափարն է։ Ոնց որ էս լինի միսը, էս լինի համեմունք։ Ոնց որ սրա վրա դու էսի պետք է դնես։ Այսինքն քիչ է, որ մենակ դու ինչ-որ կերպար ես, դու նաև ասոցիացիաներ ունես։ Ինչ-որ խմբերի հետ, եթե դու ես չասոցացնես, ուրիշներն են քեզ ասոցացնելու։ Ազգություն, կրոն, չգիտեմ, թաղ, քաղաք, ում հետ ես ապրում, աշխատում, ով են քո ընկերները, որտեղից ես գալի, ինչ ես կրում, ինչ արժեքներ ես կրում, ոնց որ ով են պապերը տեղը, սենց ինչ-որ կամ ով է ընտանիքդ, ով են, չգիտեմ, հարազատները, սենց ինչ-որ մածս կերպար կարա շինվի, որը որ կամ ընկերներդ, հա, թևութիկունքն է դառնում, ոնց որ քո հետևի։ Ու այդ ընդհանուր կերպար է դառնում, որը որ սրանք է քեզ ինքնավստահություն տալիս է։ Միանշանակ տալիս է, բայց չես կարծում, որ մարդը առանց խոցերի ու առանց քիթը գետնին կպնելու ինքը այդ բնական ինքնավստահությունը չի ձեռք բերում, որովհետև եթե մարդը չխոցվի, չկոտրվի ինչ-ինչ տեղերում, ինքը չի իմանա դրա գինը ու իր ինքնավստահությունը կաճի փուչիկի պես, որովհետև ինքը չի իմանա այն, որ թուլացած լինելու գինը, հասկանում ես, ինչի նկատի ունեմ։ Ըստիս ոնց որ եթե կարճ մեկնաբանեմ, զուտ են փաստը, որ դու ինչ-ինչ պահերի քիթդ քսվում է գետնին, այդ ժամանակ դու զգում ես, որ հա, ես ընկա, հետո հելա, բայց երբ որ ես ընկա, հելա, արդեն ես որպես փուչիկ չաճեցի, հասկանում ես, օրինակի համար։ Այն որ, չգիտեմ, թաղերում լինում է մի հոգի, ով չգիտեմ ում ախպերն է։ Իր մատը երբեք փուշ չի մտնում։ Պնդոյի ախպեր։ Իրան երբեք չեն ծեծում։ Իրան երբեք այն վիճակի չեն հասցնում, որ ինքը անելի չիմանա ոնց անի, ինչ անի, հա։ Ու դաժե ինքը ինչ որ վիճակների մեջ կյանքում չել են գնում, որտեղ որ ինքը դուսա գալի արասի, չէ, ապեր, ստե լավ չէր։ Մի քիչ կուզեի ավելի պինդելներ կամ վիճակից ավելի կայուն հելն է, ասենց ասած էլի, հա։ Ու երբ որ մարդ այդ ամեն ինչը չի ապրում, իր մեջ կեղծ կերպով ուռում է մենակ այն որ ես ջրի վրա եմ, միշտ ջրի վրա եմ, հասկանում ես։ Ու դա ձևավորում է կեղծ ինքնավստահություն, որովհետև
ինքը երբեք պարտության գինը չի զգացել։ Նժդեհնա չէ ասելա բարոյական հաղթողը, եթե ճիշտ եմ էլի հիշում, բարոյական հաղթողը էն է, ով որ գիտի նաև պարտության գինը։ Այսինքն եթե դու պարտության համը գիտես, հաղթելուց դու վերև չես թռնում։ Դու ասում ես խաղաղ եղբայր, որովհետև կյանքում գոյություն ունի նաև պարտություն։ Այո։ Իսկ այն տեսակը, որ կրում է այդ կեղծը իր մեջ, ինքը ընկնավորում է պարտվելուց։ Ինքը չի կարա, ինքը մայքեն կճղի, եթե պարտվի, հասկանում ես դու։ Ինքը չի տիրապետի իրան, որովհետև ինքը միշտ ստացել է արտաքին միջավայրից ինչ որ բաներ, որոնք որ իրան դրել են միշտ նավակի վրա, ինքը նավակի տակը չի հայտնվել, էլի, հա։ Հա, լավ ես ասում։ Հա, այդ անսպասելի ինչ որ մի հատ երևույթը պարտություն օրինակ այս դեպքում, հա, տանում է երևի այդ իր սարքած կեղծ կերպարի ոչնչացման, էլի։ Այո։ Ասում է, բայց ոնց կարա տենց լինի, բայց գիտեի թե արևն է երկրի շուրջ։ Հա։ Բավանց տես դուս է։ Ու երբ որ մարդը բախվում է դրան, ու նայ, ստեղ մի հատ ֆակտոր կա։ Խի են մարդիկ գերադասում, նմանատիպ մարդիկ, խի են գերադասում մնալու այդ միջավայրում միշտ։ Որովհետև իրանք այդ միջավայրում կեղծ ուռել են, ու այդ միջավայրում իրանք վտանգ չի սպառնում, իրանք լրված են, որ վատ կողմով չհասկանան այդ արտահայտությունս, կեղծ ինքնավստահության շղարշի տակ մի կյանք իրանք ապրում են։ Միտեղ իրանք կարան, չգիտեմ, սննդի տոշկա դնեն, միտեղ կարան, որովհետև իրանք ստացել են այդ կեղծ բանը, իրանք սաղ գիտեն ապեր եւ այլն։ Այնինչ իրանք իրանցով ինչ են, ես չգիտեմ, այդտեղ մեկնաբանություն չեմ անում։ Չգիտեն, է։ Իրանք էլ չգիտեն ու այդ մարդիկ իրանք, թե որ հա, այտենց փոքր միջավայրներում իրանք շատ լավ կյանքի արժանացած, այսինքն կյանքի հարմարավետության արժանացած ապրում են, որովհետև մանկուց իրանց տեղը ասվել է, լուծվել է ու իրանք կյանքում ոտները չեն խփել, իրանք էլ ասել են դե կայնի էս ամեն ինչը փթթենք։ Բայց հələ ջոգի ինչ տիպի ուժեղ այն մարդը, ով որ գիտի որ համ ինքն է իր թիկունքը, համ Աստված, համ մի հատ ունի շրջանակ։ Շատ, դա սարսափելի ուժեղ թեմա է։ Դա ինքնավստահությունը Դա սարսափելի ուժեղ մարդ է։ Շրջապատը ունի թևութիկունքը ու բրծ։ Այդ երանելի վիճակն է ինձ թվում է։ Ինքնավստահության այդ գագաթնակերպարի հա ամենապայծառ կետը որ կարա լինի, էլի։ Հա։ Serious է, էլի։ Սարքիս հասկանում եք, serious է։ Երևանում դժվար է անգիր ինքնավստահություն ձեռք բերել, շատ դժվար, որովհետև քաոսային է։ Երևանում դժվար է։ Ինձ թվում է այդ ֆակտորներից մեկն է։ Կեղծ ինքնավստահության տակ չմանիպուլյացվել։ Երևանում շատ հեշտ է, որ թափած է այդ ամեն ինչը։ Երևանում շատ դժվար է այդ կեղծ իմպուլսները չվերցնել որպես խայծ։ Երևանում դժվար է ապրել ու մնալ ստաբիլ, կայուն, որովհետև երբ որ դու ընտրել ես իրական ինքնավստահության ուղին, ու դու քո հետևից չես տանի մարդկանց ինչ-ինչ բաների մեջ գցես, ինչը իրանց համար նաև վնասաբեր կլինի, դու այդ գիտակցությունն ունես, ու երբ որ դու կեղծ ինքնավստահության հետ բախում ունենաս, մեծ հաշվով դու պարտության եզրին ես կանգնած, հասկանում ես։ Դու պետք է ընդունես էդի։ Դու ոնց որ պետք է ընդունես էդի։ Ու եթե դու զգում ես, որ դու չես կարող ընդունես էդի, դու ուզած թե չուզած ասում ես լավ սպասի, տեսնեմ, երևի փորձեմ, ես էլ կեղծ ինքնավստահությամբ հանդես գամ։ Փորձում ես, տենում ես էդի քո հակով չի, ոնց որ այդ կոստյումը չես կարող հագնես, եղբայր։ Ոչ միմիկաներով ես կարող, ոչ շարժու ձևով, ոչ խոսելաձևով, ոչ մի ձևով, ոչ մի դետալով չի համապատասխանում։ Ոչ մի ֆիչերով չես բռնում այդ ամեն ինչին։ Դու ասում ես ոնց լինեմ, ոնց ապրեմ։ Կամ քեզ պետք է ինքդ դեմեթաս, ինչ որ կերպար փոխես։ Հա, որը որ քո կերպարը չի, քո կյանքի կերպարը չի։ Կամ էլ դու պետք է մենակ լնես ու ասես ախպեր, ոնց ուխոդներ տամ։ Բայց ինչքան էլ ուխոդներ տաս, մի օր կեղծ ինքնավստահ թեմաների մեջ ընկնելու ես։
որտեղ բախում ունենաս ու ասես լավ, հիմա ես ինչ եմ անելու, ոնց վարվեմ կամ ոնց լինեմ։ Էդի հա, շատ լավ խորացար այդ։ Չգիտեմ, շատ կներես, ընտանիքով չէ, անգամ մենակ էլ, մեքենատ վերցրած քշում ես։ Դու էլ քշում ես մի հատ իո եղբայր կամ քշում ես, չգիտեմ, ինչ որ մի հատ Opel։ Հետևից գալիս են սիգնալը եւ այլը, հա, տվեցին։ Ինչքան էլ դու դրա մեջ էփված մարդ ես, այդտեղ ես ապրել, բայց այդ բախումը դու այդ պահին ոչ թե ասում ես, «Արա ես սովերել եմ, սպասի, ելնեմ, սպանեմ», այլ այդ պահին դու ասում ես, «Արա ես սրա հավեսը ունեմ вообще»։ Ես вообще ոնց որ ես իմ կյանքը ապրել եմ, ինձի տարել եմ լրիվ ուրիշ ուղղությամբ, ինձի ձևավորել, զարգացրել եմ լրիվ ուրիշ ուղղությամբ։ Ես այս բախման կարիքը вообще իմ կյանքում չունեմ։ Դու մարդկանց ես ճանաչում, այն որ տետ-ա-տետ նստես, խոսես, հոյակապ անձնավորություն, հոյակապ գույն։ Բայց երբ որ դու իրան տեսնես միջավայրում, դու իրան տեսնես մեքենա վարելուց, դու իրան տեսնես երրորդ անձի հետ շփվելուց, ինքը ես իմ ով է, որովհետև ինքը հասկացել է, եթե ինքը այդ մոդելը իրա չկառուցի, այդ իրա պատյանը, հոմ կուտեն։ Հա, բայց այդտեղով արդեն ուրիշ բան։ Այդտեղով կարող է այդ մարդը ինքնավստահություն ունի, ինքը իրան ճանաչում է։ Ուզած Այս արդեն ոչ թե դառնում է արդյոք ինքնավստահ, ինքը թե կեղծ ինքնավստահ, այլ դառնում է արդյոք ինքը անկեղծ է միշտ նույն ձևը հարաբերվում սաղ խմբերում, սաղ բաներում, ռեժիմներում, որտեղ ինքը մեկը մեկի հետ կարող է հա անկեղծ հարաբերվի, ինքը ինքնավստահ իրան ճանաչում է եւ այլն, բլա, բայց խմբի մեջ դառնում է ուրիշ մարդ։ Այդ մոդելն էլ կա։ Մոմենտն է գալի, էլի։ Այդ մոդելն էլ կա, ինձ թվում է, որ մարդը կարա ինքնաճանաչ լինի, խորիմաստ, շատ ինքը իրան հարցադրող, բայց ինքը պայմաններից ելնելով այլ կերպ չկարենա, ինքը հասկանա կամ ինքը ընդունի, որ ինքը պետքա նաև լինի այսպիսին, որ ինքը կարողանա գոյատևի։ Ելք չկա։ Էդի մարդու թեմա է, այսինքն էդի շատ ինդիվիդուալ է, թե մարդը կարա այդպիսին, այսինքն կարա այդ երկու մոդելի մեջ տեղավորվի, հա, որ մոդելը որ դուրսն է պահանջում, որ դու այդ ունենաս այդ պատյանը ու նաև դու բացվելու ժամանակ բացվես ու չվախենաս օրինակ, լինես հստակ, ոնց դու կաս։ Հա։ Շատ բարդույթավորված է ամեն ինչ, շատ մեր հարաբերությունների մեջ։ Ու այդ հարաբերությունների մեջ այդ կեղծ դետալները, որոնք որ դրված են, կեղծ ինքնավստահություն, այն ամեն ինչը որ մանիպուլյացիայի տեսքով տրվում է, որ մարդիկ իրանց ապահովը զգան, սենց ասած, հա, կեղտոտում է միջավայրը, փիսա կեղտոտում։ Հետ գալով ինքնավստահություն։ Հա, կներես, շատ հեռացանք։ Մեզ հեռացանք։ Հա։ Դա ինձ թվում է ինքնավստահության մի հատ կարևոր մոմենտ է նաև քո երազանքներին կամ գոլերին հասած լինելը։ Երբ որ ինչ-որ գոլեր ես դնում, երազանքներ ես դնում, մի օր զարթնում ես, ճոգում ես, որ ինչքան տարի հետո դու հասար դրան, դու այդ տղեն էիր կամ այդ աղջիկն էիր, որ հասար դրան էիր։ Ու դե արդեն դու սենց ասում ես, ջան, արա, ես այդքան կամ, ճոգիր սենց գալիս այդ իմպուլսն ես։ Այսինքն սկսում ես դու զգալ, քեզ հարմար զգալ քո ֆորմայի մեջ, քո մարմնի մեջ քեզ սկսում ես հարմար զգալ, ինքնավստահ զգալ։ Այսինքն էդ էլ տես ինչ որ բնական բան է, երբ որ դու պատան ես կամ չգիտեմ, սենց ինչ որ տարիք ես հլը, որ այլանդակ ձև եփումների մեջ ես, հա, իհարկե անկախ նրանից թե ինչ ես, ինչ վիճակում ես, գցենք լավ եռ կամ մեջը, ինչ որ երազանքներ ունես, գոլեր ունես, խրածայթում ես դրան, դու այդ ամբողջ ընթացքում անինքնավստահ ես լինելու։ Ու այդ նորմալ է։ Երեխա վախվանից, պատանի վախտով, միջև չգիտեմ 22-3 թշերդ կարմրելու է անընդհատ, հենց ամաշկոտ, չես ճանաչելու քեզ, որտեղ դու եռի մեջ ես, դու գաստված ինչ որ բան ես անում, միջև որ կասես այն կետին, որ կասես մի րոպե ես հասած թե դες ես այդքան կամ հալալնի ինձ էլի, հա։ Հա,
Բայց ոնց որ այդտեղ հենց այն թեման է կարևոր, որ դու ես հասնում դրան։ Ու դու գիտակցում ես, որ դու հասար դրան։ Այո։ Այդի ձևավորումը շատ բնական ինքնավստահություն, որովհետև կարևոր է։ Դու այդ էփոցիներով, դու քիթդ քսելով աչուձախ եկել ես հասել ես մի հատ արդյունքի, երբ որ այդ արդյունքը դու տենում ես, ասում ես կարամ ես կարամ։ Ու դու նախորդ զրույցում շատ լավ օրինակ բերեցիր, որ ոնց էր Հայաստանում աչուձախ դեգերում ենք ու բոլորն ասում էին, չէ, ընկեր դու ոչի բան էլ չես կարա։ Ես բանակից որ եկա գնացի Վրաստան, հետո հետ դառա, ես ամիսներով գործ էի փնտրում ու եղած գործը զանգում էի։ Ես սաղորը հեռախոսով գործ էի զանգում, մեշոկ կրելա, ինչ պատահի է, հա։ Գնում էի բանկ, 2 փուլ անցնում էի, երրորդ փուլը ինչ որ մի հատ HR-ի հետ էի խոսում, ինչ որ տարօրինակ հարցեր էին տալի, անկեղծ էի պատասխանում, գնա եղբայր, դու չես կարա, օրինակ, հա։ Ու երբ որ դու այդ ամեն ինչին բախվում ես, հա, երբ որ դու այդ ամեն ինչին բախվում ես, բնական է քո մեջ հարց առաջանում։ Էդ էլ քո այն փուլն է, որ դու նորը սկսում ես։ Հա։ Ու այդ փուլում, երբ որ դու այդ արձագանքներն ես ստանում, արդեն մեջդ հարց է առաջանում, ասում ես, արա կարող է ես այդքան չկամ։ Կարող ես օյլուխ եմ։ Հա։ Հետո եթում ես աշխարհես դեգերում, ջոգում ես հոպ ասում ես ինչ ասում ես։ Ես էլ եմ մարդ։ Ասում ես ես էլ եմ մարդ։ Ես էլ եմ մարդ, ընկեր։ Ջոգում ես ոչ թե ասում ես օ ես Զևսն եմ։ Այ ապրես, ասում ես ես էլ նորմալ եմ, փաստորեն կարա, ոչի բանել ունես չէր որ չէի կարա, այլ որ հա։ Ու այդտեղ արդեն ձևավորվում է այն, որ հա, դու ինքնավստահ ես ու խորքային։ Օրո ջոգել ես, որ հիմիկվա պատանիներն ու երեխեքը ինչ որ գոռոզություններ ունեն մեջ։ Շատ, այն էլ այս գեներացիան, որ գոռոզություն։ Իրանք են որ աշխարհի այդ այն բանը, այդքան ինֆորմացիան Instagram-ային ստանում են, ունենալու փառքի, հարստության, ճանաչման այդքան դոզայի մեջ դու պատկերացնում ես իրանց մեջ ինչ էփոցիներ է այդում, որ իրանք էլ են ուզում, որովհետև աշկով տենում են։ Այ իրանք էլ են ինձ թվում է կեղծ ինքնավստահության շատ ուժեղ կատեգորիա։ Միանշանակ։ Որտեվ պատանիա, չգիտեմ, միջև 20-ա, միջև 22-ա, իր մոտ հարցեր առաջանում, ոնց ինքնավստահ լինի, որտեվ ինքն էլ ազգում, որ վստահ չի, հարմար չի զգում իրան մարմնի մեջ, որտեվ տենց է պետք լինի, հա։ Ու սկսում է վիդեոներ նայել։ Ասում է ինչպես լինել ինքնավստահ, կամ ինչ-որ աստղերի նայում, ֆուտբոլիստների նայում, երեխեքին տերում ես ինչ-որ ֆուտբոլիստների են նմանակում։ Ես տանձ ես իմ իշն եմ բան, Մեսսին եմ, Ռոլանդոն եմ։ Ասած ինչ-որ կերպարների պրիչոսկեքները անում, այդ պրոյեկտում այդ ամեն ինչը իրանց վրա թե ես եմ, ես եմ։ Որ էդի վերստեն, որ իրանց էդի զգան։ Ու այդ դրա մեջ գեշ ձևի գոռոզություն ա գալիս։ Շատ։ Այ այս կտրտումը, որ դες բնական բան է, չէ՞ մարդկային կյանքը, ասենք մարդ պետք է աճի ինգեր արա, չի կարա հայտնի երեխա լինի, ումս հայտնի երեխան պետք է հայտնի չլինի։ Էսի կարող է շատ վատ անջում, բայց երեխան պետք է հայտնի չլինի, արա։ Մարդը ոնց որ աճի կյանք ունի, ինգեր ամեն ինչին իր ժամանակը կա։ Եկա մի հատ դից թայմլայն ունես, ժամանակահատված ունես կյանքի։ Արա աստղերի երեխեքը չէ, ախպեր։ Այսինքն այն մարդկանց, որոնք որ իրանք այդ միջավայրում ինձ շատ կներես որ ընդհատեց։ Չէ, գնա։ Որ իրանք հայտնի են դարել ու մեկ էլ իրանց կամքով իրանց երեխեքին հայտնի են դառնացնում փոքր տարիքից։ Որ տենում ես ասում ես ախպեր այդ երեխեն ինչ հալնելու այդ մարդու ախրը, ո՞նց հալնելու։ Ախր այդ մարդը եկել է այս աշխարհ, որ ինքը իր հունով աճի։ Խի եք այդ մարդու վրա արդեն շղարշ դնում, որ միջավայրը բոլորը իրան իմանան, որ հետո ինքը արդեն գա մի հատ իրավիճակի առերեսվի, որ ինքը вообще չիմանա, իսկ ինչ է իր հետ կատարվել։ Խի պետք է ինքը հայտնի լիներ вообще, խի պետք է իրան իմանային։ Այդ իր որոշումը չէր։ Հիմա ո՞նց ապրի այդ մարդը ախպեր։ Ու ինքը ինչ ստրեսներ կարա տանի, որ ինքը դեռ չգիտի ինքը ինչ է ներկայացնում իրանից, բայց իրան բոլորը գիտեն, պատկերացնում ես։
Ուտե գալու է կրիզիս։ Ուտե գալու է փիս կրիզիս։ Ինչ որ տարիքում դուր է գալու։ Ինքնավստահություն ունի, շինել է, ինչ որ մի կերպար աշինվի իր շուրջ, որը որ ինքը չի իրական։ Ինքը չի, հա։ Որտեվ ինքը ոչ մի բան չի արի, եթե դու երեխա ես կամ պատանի ես, ընկեր միջև 20-22 դու ոչ մի բան ես արել այս կյանքում, ոչ մի արժեք դու չես ստեղծել։ Ճոգում ես, ռեալ։ Հա, եթե վունդերկինդ չես, եթե եսի միշ չես, օրինակ միլիարդից մեկն է խոսքի, ասենք, չգիտեմ, միլիարդից մեկը տենց այո, այդ կարող ոչ մի բան է ստեղծել, ընկեր, ու այդ նորմալ է, տենց է, ճոգում ես, կարգը տենց է, մարդկության կյանքի այդ ժամանակահատվածում տենց է, ընկեր, դու պիտի երեխա ես, ծնվում ես, մի քանի ամիս ես, ինչ ես անում, կաթ ես ուտում, ընկեր, քնում ես, տակդ ես անում, լացում ես։ Բրդ, ճոգում ես, ոնց որ ժամանակներ կա, ընկեր, այդ ժամանակները ասես մխած չի, իհարկե, մեկի համար մի քանի տարի շուտ, մեկի համար մի քանի տարի ուշ։ Բայց process-ներ կա, որոնց մեջով դու պիտի անցնես։ Նույնը երեխան պիտի գնա ընկեր, մանկապարտեզ, պիտի գնա նկարչության, պարի, լողի, ջոգի ինչն է իրան դուր գալի, երեխա վաղտվանից ինչ որ sense ալիքներ բռնի, հա, sense ինչ որ բաներով զբաղվի, էներգիան բրծցնի, գիշերը գնա քնի։ Այո։ Դու ոչ մի բան չես ստեղծել հələ։ Դու փորձաշրջանում ես։ Փորձաշրջանում ես։ Մի անգամից ո՞զ դառար, ախպեր, դեպարտամենտի շեֆ կաս։ Նորեն ո՞զ դառար։ Պետք է շինես, պետք է ինչ-որ արժեք ստեղծես, որի հետ, այսինքն պետք է ժամանակը գա, որ սկսես ստեղծել։ Միջև դու ոչ մի բան ես անում, սովորում ես, ինֆորմացիա ես ստանում, գնում ես դպրոց, գնում ես բակալավր, մագիստրատուրա, գիտելիք ես վեկալում։ Գիտելիքը չէ, ինֆորմացիա։ Հա։ Մեկ-մեկ կարա գիտելիքը լինի։ Ինֆորմացիա ես վեկալում, դա եփում ես մեջը տարիների ընթացքում։ Հետո ասում ես՝ մի րոպե, ես ճանաչեցի այս, ճանաչեցի այն, ու հասկացա, որ այս է ճանաչեցի իմաստություն, հա։ Այո, եւ սխրատ։ Այո։ Հետո մարդը սկսում է ձևավորել իր մեջ, ինչ-որ մի հատ անձ է ձևավորում, հա, ու սկսում է արդեն արժեք ստեղծել։ Այդ ժամանակ պիտի սկսի իր ինքնավստահությունը ձևավորվել։ Հիմա ասածից միտքը այն է, շատ լավ է սեվա։ Քանի դու երեխա ես, պատանի ես, դու ինքնավստահություն չունես ու նորմալ է, պիտի չունենաս էլ։ Այո։ Մի փորձի դու այդ կեղծ ձևերով շինես այդ ինքնավստահությունը։ Կամ մի փորձեք շինողները այդ երեխուն կեղծ ինքնավստահություն տալ, որովհետև դա բերելու է ուժեղ խնդիրներ, դա բերելու է այն կլասիկ խնդրին, որ երեխան ինչ-որ կինոյում նկարվում է, հայտնի է դառնում, հետո մեծանում դառնում է նարկոման կամ դեֆորմացված։ Օրինակ Ադին Դոմայի։ Հա, կլասիկ։ Գնում կորում է, կամ խոսքի են Made in Romania-ի են թույն են, որ երգում է, լատում, մատում։ Ես չգիտեմ դրա օրինակը, բայց դա էլ է երեխա։ Չկա, կորավ, ընկեր, ջոգում ես, կորավ այդ։ Միլիարդով լսան, չէ՞։ Կամ Justin Bieber, ընկեր, ուր է Justin Bieber-ը հիմա։ Ահա, ճիշտ ես ասում, ախպեր։ Ուր այդ մարդը, գնաց կորավ, ընկեր, որտեվ ինքը գոյություն չունի որպես անձ, պատանի ու իրան ֆիգուր վերցրին, լցրին, կուրճացրին, ու հետո որ ինքը առերեսվեց ամենամեծ փառքերին, սմոկայնի իմ էտիշ տեղի ունեցավ, ես ով եմ, ինչ արեցին, խի էտի տենց արեցին։ Այդ ինչ տիպի դու պիտի հիմք ունենաս, ու ինչ տիպի ճիշտ ուսուցիչներ պիտի ունենաս։ Գենետիկա ունենաս, որ էտի պահես, չէ։ Ու ճիշտ ուսուցիչներ ունենաս, որ այդ հարցին պատասխանես, բա որն եմ հիմա ես, մի րոպե, իմ ներսից ինչ-որ բան է հելնում, ինչ-որ հոտ ունի, ինչ-որ գույն ունի, ինչ-որ ձեն է գալիս սրանից, բայց սաղ աշխարհում ասում է, չէ, քո մոտից ոնց որ sense համու հոտ է գալիս, ձեն է գալի։ Ասում ես, բա որն եմ ես արա, հիմա կարող ես շարունակեմ էսի ֆեյքել, որ աշխարհին տա ամեն ինչ, որ իրան պետք է, որ աշխարհն է տա ինձ, ինչ որ ինձ պետք է, փառք ու փող։ Թե ես պիտի ոնց որ ամեն դեպքում ես իմը սկսեմ պրոյեկտեմ։ Իմը պրոյեկտեմ կարող է աշխարհը ասի, ես մարդը փոխվավ դառավ, ես իմով բան sense։ Ո՞թե բեսամբ հարցերը առաջանում։ Այդ բեսամբ տախտեր, այդ էգզիստենցիալ կրիզիսը իրական ասենք, էդի կրիզիս է։ Երբ որ մարդը, չգիտեմ, 25 է դառնում, 33 է դառնում եւ այլն, էդի ինձ թվում է շատ ավելի թույլ բան է։ Ճիշտ ես ասում։ Ճգնաժամը, քան էդի։ Քանի ուրճացածի վրա պայթում։ Որտեվ էդի դու ինչ-որ կերպար ունես, սենց եկել ես, ինչ-որ բայ ասում ես, սրա կարող է ինչ-որ տուֆտա կերպար եմ սարքել, պետք է ավելի լավ կերպար սարքեմ կամ ընդհանրապես խի է այս կերպարը։ Այտենց հարց է, ոչ թե դու 200 կերպարներ ունես, ասում ես ով եմ ես հիմա, ես եմ թե ես եմ։ Այսինքն պետք չի կեղծել ինքնավստահությունը, որովհետև ինքնավստահությունը գալիս է աստիճանաբար ստեղծած արժեքիցդ քո փորձից բխսնելով։
Էդ էլ այլի կոմֆորտային թեմա չէ, այսինքն որ մարդը ստանում է էդի այն որ քո տեղը միշտ պատասխան տվող կա այն որ դու ինչ անես ինչ չանես մեկա դու ճիշտ ես այն որ միջավայրում դու միշտ ու սենց ոնց ուզես լնես մեկա քո մեջքին կա մեկը կամ 5-ը ով քո տեղը կասի հա ինքն է ճիշտ ու այդ զորբեն առաջ կտանի ու այդ ուռճացած կեղծիքը ինքը հետագայում պատտվելու է ու իրան վնասի այդ ուզում է ու դրա համար նմանատիպ մարդիկ գերադասում են մնան նույն ճահճի մեջ փոքրիկ որովհետև եթե իրանք ելնեն մեծ օվկիանոս էդի պատտվելու է հաստատ ու ցավ են զգալու փիս հիմա պարապունքի տեղի գնդակով լեն խփաղեած լավ է իրանք մնում են այդ իրանք փոքրիկ մակույկի վրա որտեղ սուց միշտ սենց հայացքով սուց կայնած են ու իրանք այդ վախենում են այդ մակույկից այդ փոքրիկ այդ բանից այդ լճակից տեղափոխվեն մեծ օվկիանոս, որովհետև մեծ օվկիանոսը այնպես փարթամ ալիքներ կարա բերի, որ դու տենց ինչքան քո մակույկով ասես, գիտես ինչ բան, տա ջարդի ավիրի ու ասես ախպեր, բայց ի՞նչ է կատարվում իմ հետ, իմ կյանքի բա ասում էին մակույկս օվկիանոս էր ծակելու։ Ասում էին դու ամենալավն ես, դու թագավոր ես։ Դու թագավոր ես, հա։ Ու այդ սինդրոմը կա ախպեր, կներես, սինդրոմը, թագավորի սինդրոմը որ դու թագավոր ես, դու ես, դու ես, ու այդ կեղծիքը սրսկելով, այդ մարդը մեծանում, հասունանում է ու ինքը իրան թվում է, որ ինքը ամենաարժանն է ու կյանքն է անարդարը, որ ինքը չի ստանում կյանքից այն ամեն ինչը, ինչին ինքը արժան է, որովհետև իրան դրել են գահին, ասել են, հա, կյանքը քեզ տալու է, եղբայր, դու այսպես նստի, բան ու ինքը հելնում է սմախբեր, բասում եք կյանքը տալու է, ուր է, կյանքը անարդար է, վсё, ու ես չունեմ ոչ մի բան անելու, ու ինքը գերադասում է, սեմուշկա չրտի գցի ու ասի ախպեր, իմ հակով գործ չկա, ես չունեմ աշխատելու, վсё։ Առաջ եմ էթալու գործի ախպեր։ Այո։ Մենեջերը գործը լինի անենք էլի ախպեր։ Ու այդ սինդրոմը բերում է նրան, որ հա էլի, այդ կեղծիքը ձևավորվում, մի հատ կեղծիկ, երկու կեղծիկ, 3 կեղծիկ միջավայրում, արդեն հոտեց միջավայրը, եղբայր, որովհետև այդ անձինք իրանք ուռճացված են։ Դատարկ նյութով ուռճացված են, եղբայր։ Դե գնա անգերություն արա հետները, օրինակ եմ ասում, հա։ Ոնց մեկնաբանենք այնց որ ամեն ինչի համար ուղղակի ընթացք է հարկավոր։ Ուղղակի մարդը ինձ թվում է իր մեջ պետքա ճշմարտության հետ առերեսվելու դուխ ունենա։ Մարդը պետք է իր մեջ արժեքներին, իր լինելիության, իր կորիզի հետ առերեսվելու դուխ ունենա, որ ինքը կարողանա առերեսվի ու տեսնի, որ ինքը ոչ կատարյալ է։ Ինքը կատարյալ չի։ Ու եթե դու առերեսվեցիր ու տեսար, որ դու կատարյալ չես, դու այդ ուռճացման էլ չես գնա, որովհետև դու գիտես, որ կարա լինի բաներ, որ քո մոտ չստացվի, բայց դու առերեսվել ես քո կորիզին։ Այսինքն ի՞նչ է դուրս գալի։ Դուրս է գալի, որ ինքնավստահությունը ինքնաճանաչողության հետևանք է։ Այո։ Այլ ոչ թե չգիտեմ, ուսերացած ծալված նստեցիր ոտդ երերած աշճան հալնել իջնելուց, թե ուրիշ ինչ-որ մի բան։ Այո։ Կարա մարդ ինքնավստահ լինի ու, չգիտեմ, թևաթափ լինի խոսքի։ Կարա արդյոք։ Ինձ թվում է չէ։ Ինձ թվում է չի կարա։ Եթե կամքը ձևավորվեց, ու դու այդ կամքի հիմքում դրեցիր քո գոյությունը, քո մարդ լինելը, ուրեմն չի կարա լինի այնց, որ դու ինքնավստահ չլինես բնականորեն։ Ու այս աշխարհում չի կարա գտնվի երևույթ, մարդ, անձ, մի հոգի, ով կարա ապացուցի քեզ հակառակը, որ դու, չգիտեմ, ինչ որ մեկն ես, ով որ ոչինչ չի կարա, կամ դու ինչ որ մեկն ես, ով
ու մոտ ոչինչ չի ստացվի, կամ դու ինչ-որ մեկն ես, որ իրավունք չունի, կամ լուծում չի կարա գտնի, կամ թերի ես, կամ այդքան չես, այդքան չկաս։ Հա, այդի գալիս է զուտ նրանից, որ դու արդեն ձևավորել ես քո պինդ կորիզը, ու դու գիտես, որ այս աշխարհում չկա մի ալիք, որը որ քեզ կարա քո մակույկը կոդրի։ Այդքան բան, այդտեղ պունկտ։ Բայց կարա ժխշի։ Կարա ժխշի։ Ժխշելու ժամանակ փորձառությունները տեղ են, չէ՞։ Ոնց որ դրա համար էլ դու կառուցում ես դրա հետ քո կամքը, որ այդ ժխշելը դու հստակ իմանաս, որ այդ ժխշումներին դու 100% ես դիմանալու։ Ու շատ ժամանակ էլ դու ինքդ ես քեզ գցում այդ ժխշոցու մեջ, որ դու սովոր ես թե ընդհանրապես ինչ ժխշոցիներ կան։ Կյանքի ժխշոցիների մեջ։ Միտեղ էստեղդ վնասվում է, միտեղ այնտեղը տա վնասվում, շուտ ապակինում ես քեզ։ Այդ պերիոդները վերցնում ես, որ մուրճը վեկալես, փեդեր խփես, որ ապակինես մակույկդ։ Այո։ Ու հետո էլի հելնես քո ձուկ բռնոցուն կամ դու հելնես կռիվներին, ալիքների հետ։ Դու ինքդ ես էդի ուզում, որովհետև դու ուզում ես պնդանաս, դու ուզում ես էթաս հետազոտես, դու ուզում ես էթաս ճանաչես։ Ու երբ որ դու գնում ես նոր ալիքներ են քո վրա գալի ու ճանաչում ես, դու վնասվում ես, հետ ես գալիս նորից ապակինվում։ Ալալա։ Ու նորից դուրս գալիս կյանքս, էդի թողելու եմ։ Խիվորն ես կնդրում որ Շատ լավն էր։ Այո։ Ու տենց էլ լինում է։ Այ տենց է։ Մեղմ ասած տենց էլ լինում է։ Տես ասում ես 100% վստահ լինես, որ դուս ես գալու։ Ու խոսակցության սկզբում է ասում էիր ինքնավստահության կարևոր կետերից է նաև խոհեմությունը։ Ինչ ես կառուցում այդ երկու թեմաների շուրջ։ Ինչ մտքի ես գալի, ոնց որ ինչ կոմպոնենտ է պակասում քո արժեքը ունենալու, քո փորձի շնորհիվ քեզ ճանաչելու, այս երկուսից բացի ոնց որ ինչը պետք է լինես, որ 100% վստահ լինես, որ ցանկացած ժխշոցից դուրս ես գալու ու որ քեզ խոհեմություն է տալի։ Վախերիդ հետ կարողանալու ընկերություն անել, ինձ թվում է։ Վախերիդ հետ կարողանալու լեզու գտնելը։ Այսինքն վախերիդ, որոնք որ քեզ կարան քանդեն։ Հա։ Եթե դու ճանաչեցիր այն վախերը, որոնք որ քեզ կարան քանդեն, կխոհեմանաս, ու դու մտերմացար իրանց հետ, դու իրանցից էլ վտանգ չես սպառնում։ Ու երբ որ դու չես իրանք քեզ վտանգ ավելի ճիշտ չեն սպառնում, դու այդ կետում արդեն ուրիշ ինչ որ վտանգներ չունես, որից որ դու կարաս ջնջվես, որից որ դու կարաս ուղակի փշրվես։ Ու այդ փոքր վնասները, որոնք որ դու կրում ես, այդ վնասները կրում ես այն ժամանակ նաև, երբ որ այդ վախերը ակտիվանում են, ու դու այդ վախերի հետ չես զբաղվում, երբ որ դու չես զբաղվում այդ վախերի հետ, վնասներդ մեծ են լինում։ Ու քեզ հասցրած ոնց որ սպիերը չէ վերքերը, որոնք որ քեզ տրվում են, ավելի դժվար են կազդուրվում, որովհետև դու ժամանակ չես տալիս, որ այդ վախերի հետ մտերմանաս, ճանաչես, ընկերություն անես ու լեզու գտնես։ Ու երբ որ դու չես անում այդ աշխատանքը, կարա հավանական լինի, որ կարա մարդ փշրվի։ Այդ վախերն է։ Ոնց որ նույն այն մոդելի դեպքում, որը որ մենք նկարագրեցինք, որ ինքը ուզում է փոքր միջավայրում լռվի, որովհետև ինքը մեկից մեկ գիտի, որ ինքը այդ միջավայրից հելնի, կբախվելու է իր բոլոր վախերին ու ամեն ինչ գալու է իր կյանք ու հաստատի, որ ինքը ուռճացված է։ Այդ է։ Բայց սիրուն է կյանքը։ Աշխարհի ամենաարա, արա ինչ սիրուն է այս կյանքը։ Աշխարհի ամենասիրուն կյանքն արա։ Այո։ Չիգարս արա։ Կյանքը։ Վախերից խոսանք մի օր։ Ու ինձ թվում է շատ կարևոր թեմա է։
Հա։ Որ կարծիքդ կուզեմ իմանամ բանի շուրջ, ինքնաճանաչողության։ Պրոտոկոլներ, ինչ-որ Ես էլ քո բանաձևումներ եւ այլներ։ Հա։ Քայլեր։ Սիրով։ Թե ոնց ճանաչել ինքդ քեզ։ Հա։ Բայց ինձ թվում է ինքնավստահության մասին ասացինք բոլոր այն պունկտերը, որոնք որ մեր միջավայրում խանգարող դրվագներ են ու որ երբ որ ֆիքսվենք դրանց վրա ու դրանք այդ խայծը, այսինքն որպես խայծը դրանք կուլ չտանք, կկարողանանք միջավայրի հետ խաղաղվենք։ Շատ կարևոր է տեսնել դրանք ու դրանց ըստ արժանավորին վերաբերվել։ Դրանց այդ ուռճացված այդ ուռճացումներին չպետք է շատ արժեք տրվի ու չպետք է այդ ուռճացվածությունը որպես խայծ կուլ տրվի ու թույլ տրվի, որ դա գա մտնի քո կյանք ու սկսի ինչ-որ փոքր ավիրել, ավիրումներ բերել իր հետ, էլի։ Հա, գիտակցենք ու ճանաչենք դա։ Որը բարդ է, բայց անելանելի չի։ Այո։ Անհնար չի անել, հա։ Աբրես, ընտիրագույն զրույցի համար դու ապրես, ջիգերս։ Ինչ հաջորդ անգամ, մերսի ձեզ։ Ցցը